Հետևորդները այս պահին Պաշտպանության նախարարության վարչական համալիրի մոտ է մոտենում շտապ օգնության բրիգադը։ Նշեմ, որ անհետ կորածների հարազատներից Արսեն Ղուկասյանի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացավ։ Նա այս պահին անցագրային կետում է գտնվում, մինչ շտապ օգնությունը կժամաներ Պաշտպանության նախարարության բուժօգնության սպասարկող անձնակազմը առաջին օգնություն ցուցաբերեց։ Հարգելի հետևորդներ, ինչպես տեսնում եք, Պաշտպանության նախարարության դիմաց լարված իրավիճակից հետո ծնողներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Շտապ օգնության մեքենա է ժամանել Պաշտպանության նախարարության վարչական համալիրի տարածք։ Այժմ սրտի EKG են անում ծնողներից մեկին, որ Արմլուրի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ այսօր 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում, այժմ էլ ընթացքի մեջ է ակցիան Պաշտպանության նախարարության դիմաց։ Նրանք շաբաթ օրը եւս նախարարության դիմաց ակցիա էին իրականացրել, նրանց խոստացել էին հանդիպում բարձրաստիճան պաշտոնյաների հետ, սակայն այսօր, երբ եկել են այստեղ, նրանց ոչ ոք չի պատրաստվում ընդունել, նրանք ցանկանում են տեսնել ԳՇ պետ Էդուարդ Ասրյանին եւ Արցախի հրամանատար Կամո Վարդանյանին, սակայն ծնողներին հորդորել են սպասել հանդիպման Պաշտպանության փոխնախարար Արամ Սարգսյանի հետ։